Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ շոկոլադե տորտ առանց ջանքեր գործադրելու։ Դե ինչ սկսենք պատրաստել, սիրով կկիսվեմ ձեզ հետ այս համեղության բաղադրատոմսով։ Իսկ եթե մինչ այս դեռ բաժանորդագրված չես իմ ալիքին, բաժանորդագրվիր եւ անցնենք առաջ։ Պատրաստում ենք բիսկվիտը, դրա համար առաջին հերթին հալեցնում ենք շոկոլադը և կարագը, ես հալեցրեցի միկրոալիքային վառարանի մեջ, եթե չունեք կարող եք հալեցնել գոլորշու վրա, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ահա այսպիսի միասեռ զանգված ստանալուց հետո դնում ենք մի կողմ և անցնում ենք առաջ, հարիչի ամանի մեջ կոտրում ենք 5 ձուն, ավելացնում ենք շաքարավազ, մի պտղունց աղ և հարում ենք անգամ մինչև զանգվածը փրփրի և շատանա։ Ահա այսպիսի զանգված ստանալուց հետո ավելացնում ենք գոլ վիճակում գտնվող շոկոլադը և կարագը։ Այնուհետև մածունի վրա ավելացնում ենք սոդան, խառնում և ավելացնում ենք զանգվածին։ Իսկ վերջում արդեն փուլերով ավելացնում ենք ալյուրը, մաղում ենք անպայման մաղով, որպեսզի հարստացնենք թթվածնով և արդեն խառնում ենք գդալիքի օգնությամբ։ Ալյուրը ավելացնելուց հետո վերջում մի փոքր հարիչով նորից հարում ենք, որպեսզի լինի միասեռ զանգված և գնդիկներ չլինեն։ Եվ ահա փափուկ և խոնավ բիսկվիտի համար ահա այսպիսի խտության խմոր պետք է ստանանք։ Այս ընթացքում ջեռոցը միացնում և տաքացնում ենք 170 աստիճան։ Ջեռոցի տապակի մեջ փռում ենք յուղաթուղթ և խմորը տեղափոխում ենք տապակի մեջ, հավասարաչափ տարածում ենք և տեղափոխում ենք ջեռոց թխվելու։ Բիսկվիտը ինձ մոտ պատրաստ է, պատրաստվածության աստիճանը ստուգել եմ չոփիկի օգնությամբ, հեռացնում ենք յուղաթուղթը, ասեմ, որ շատ փափուկ բիսկվիտ է ստացվել, հեռացնում ենք յուղաթուղթը և թողնում ենք, որպեսզի բիսկվիտը լավ սառի։ Իսկ մինչ բիսկվիտը կսառի, պատրաստենք կրեմը։ Կրեմը կարող եք ընտրել ցանկացած կրեմ, այն կրեմը, որը դուք սիրում եք, այս անգամ ես պատրաստում եմ կաթնաշոռով կրեմ։ Դրա համար հարիչի ամանի մեջ լցնում ենք 2 տուփ կաթնաշոռ և վրան ավելացնում եմ խտացրած կաթ։ Եվ հարում ենք այնքան, մինչև ստանանք առավելագույն միասեռ զանգված։ Ահա այսպիսի զանգված ես ստացա ու քանի որ չեմ ցանկանում, որպեսզի կաթնաշոռի հատիկները զգացվեն, ահա այս հարիչի օգնությամբ ես նորից կհարեմ, որպեսզի միասեռ զանգված ստանամ։ Եթե ձեռքի տակ չունեք այս հարիչից, կարող եք կրեմը անցկացնել մաղով։
Կրեմը տեղափոխում ենք արդեն իսկ լավ ծառած բիսկվիտի վրա և հավասարաչափ տարածում։ Իսկ վերջնական տեսքի բերելու համար ես քերիչով կանցկացնեմ շոկոլադը։ Եվ ահա շատ կարճ ժամանակում ստանում ենք այսպիսի շատ համեղ թխվածք, որը ուղղակի վայելք է։ Թողնում ենք 1 ժամ հանգստանա և կարող ենք վայելել սուրճի և թեյի հետ։ Դե ինձ սիրելի հետևորդներ, այսօր էլ այսքանն էի պատրաստել, եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութում։